Դե ես Հարց չէ։ լավ, արտահայտվեք։ Կարող եմ ինձ ասել։ Այո։ Ես անկեղծասած շատ ուրախ եմ ես գրքի հրատարակության համար և մասնակցից եմ, ովքեր միշտ հիացել են նորմալը։ Պարոն Գևորգյանի աշխատավոճի վրա, որով ինքը ինչ է որ ասում է, անպայման աղբյուր աղանում, անպայման վերդուցում աղբյուրի տեղեկությունը, այս ինձ համար շատ շահեկան կարևորության խնդիր է հաշվառնելու օրինակի մասնակցության տեր մարդիկ օգտագործում են նաև հիշողությունը, բանավոր պատմությունը, զարմանալիորեն պարոն Գևորգյանը նույնիսկ ականատես և տեղում գրանցված կամ հիշողություն իրենց կյանքը պատմած մարդկանց շատ նվազագույն անդրադարձեր անում, ինքը մաքուր քաղաքական պատմաբանի գրիչով և շատ ասնորեն օգտագործում աղբյուրը, զգուշորեն օգտագործում, չի ուզում ավելին ասել, քան ուտ աղբյուրը կասի, և սա ես իմաստով շատ կարևորում է, ընդհանրապես իր աշխատանքները, ես դեռ այս գիրքը չեմ կարդացել, բայց վստահ եմ այս աշխատանքը։ Ես միայն մի մտահոգություն ունեմ ես գրքի, դա իր վերնագիրն է, որը ավարտն է հայոց ցեղասպանության 22-ի Մուստաֆա Քեմալ, ես անդադ տեղում ասում գոնե Լոզանի կոնֆերանսը հետ է լինել, ավարտը չնայած ավարտը չկա, ավարտը… Նայեցեք թարգմանություն է երենով ավարտ բառը, չի ապատասխաներ, ֆրանսերեն բաղաշվի յուրադուգ է և չեմ գիտեր ինչպես, բայց գրնամ քիշմը խորիլ այս մասին, ավարտելը գդրուգ է, բաղաշվի բան է, պրոսես մնե, որ լրացիչ, գիտես… Ես կասեմ, սա նշանակում է ֆիզիկական ջարդի ֆորմալ ավարտը, բայց ցեղասպանության այլ մնացած ձեռներում տեսակները ինտենսիվ շարունակում են և այնքան են շարունակում, որ Լոզանի կոնֆերանսում բոլոր տեսակի միջամտություններ ընդհատելով և ստանալով Չիչերինի և խորհրդային 3 հանրապետությունների ներկայացուցիչների աջակցությունը, Լոզանում հասնում են նրան, ազգային փոքրամասնություն բարձ լինի մենք կրոնական փոքրամասնություն և հույն և հայ բառերը ընդհանրապես ջնջելու նաև համար։ Ինչքան իսլամացած հայ կա, նրանք հայեր չեն։ Ոչ մի իսլամացած հայ չի կարող գնալ հայերեն խոսել կամ հայերեն դպրոց գնալ։ Նրանից պիտի թող բերեն, որ ինքը առաքելական եկեղեցու անդամ է որպես գնում, ոչ թե որպես հայագնում։ Սա նույն ցեղասպանության տարբեր բնույթի ըստ փուլերի շարունակությունն է, որ ես ասում եմ, ցեղասպանությունը հենց մինչև այսօր է շարունակվում է, իդեմս մշակութային արժեքների, իդեմս հատկապես մեծ հայքի տարածքի ասեմ, արևելյան Անատոլիա, այս տերմինով ասեմ, տարածքների ամբողջ լանդշաֆտի և այդ տարածքի ինքնության, պատմության, ռեալ փոփոխության, սրանք ցեղասպանության զորություններն են։ Բայց ես շատ երկար չեմ շարունակում, որտեղ ես նախ և առաջ խոնարհվում եմ աշխատանքի և այդ աշխատանքից օգտվելու մեր հնարավորությանը։ Բայց այո, պարոն Գևորգյան, դուք իրավացի եք, հատկապես 20 թվից հետո, Հայաստանի դեմ պատերազմը սկսելուց հետո և մինչև այդ նախապատրաստական փուլում ահռելի փաստաթղթեր կան, որոնք կամ դեռ հրատարակված չեն, կամ ռուսալեզու հրատարակություններից դուրս հայտնի չեն։ Մի երկու խոսքով ասեմ, բավական ամենակ ասել, որ ամբողջ այդ ռազմական գործողությունների ընթացքում այսպես կոչված Կրեմլի հետ գրագրություն անողը, պայմանական տերմինով եմ ասում, Կովկասյան խումբն էր Ստալինի ղեկավարությամբ և հիմնական գործողանձիկ Մդիվանին էր, Բուդումդավ Մդիվանին Շալվայլիավան էր և այդ ամբողջ գրագրությունը ես մասամբ հրատարակել եմ, բայց գիտեմ ինչ ծավալ են դրանք ամենօրյա ռեժիմով ցույց են տալիս դեպքերի ընթացքը և դրանց մակարդակը, որ մակարդակում են որոշումներ ընդունում, որ մակարդակում է օրդոնակից են ասում սա պետք չի Ստալինին, որ մակարդակում է Ստալինը ասում սա պետք չի Լենինին, այսինքն գործողությունների ներքին ամբողջ ապարատ այդ փաստաթղթերով կարելի է և բացում է։ Եվ ամենավերջինը ասում ես,
22 թվականին, երբ որ արդեն համարվում էր պատերազմը ավարտված, երբ որ արդեն կնքվել էին են տխրահարճակ պայմանագրերը եւ այլն, հանկարծ Ջամալ Փաշային խորհրդային կոնկուրսի բյուրոն որոշում է ընտանիքին թոշակ նշանակել։ Այսինքն նա ոչ թե Մուստաֆա Քեմալի շրջանն է, այլ արդեն ռուսական պատմագրության եւ քաղաքականության կողմից մինչ այդ էլ ընդունված ցեղասպանության, ռեալ ցեղասպանության ամենակենտրոնական անձերից մեկին ռուսական բյուջեից, որտեղ դեռ ԽՍՀՄ չկար, ռուսական բյուջեից թոշակ է նշանակում։ Ցկյանս ընտանիքի, սա ես Էնվերի դեպքը հիմա հատուկ շրջանցում եմ, որտեղ Էնվերը դիտարկվեց որպես ԽՍՀՄ-ի դեմ ամբոստացած կերպար եւ սպանվեց Միջին Ասիան բազմաչների միջով այլն։ Բայց Ջամալը շարունակեց մնալ ԽՍՀՄ-ի համար առավել ցանկալի կենտրոնական անձից գերի թուրքերին տեղափոխելով նաեւ Մուստաֆա Քեմալի հերոսների շրջանակ, ինչպեսին Թոփալ Օսմաններ եւ այլն եւ այլն։ Ես այո, ընդունում եմ ձեր մարտահրավերասն, ուղղակի հրավերասն այդ շրջանի փաստաթղթերը կամ առնվազն Ռուսաստանում շատ մեծ ծավալով վստահ եմ մասամբ Ադրբեջանում եւ միայն մի խոսքով այստեղ հիշեցնել ձեզ Արսեն Ավակյանը իր աշխատանքը բան է դերձորի ոչրակորձի մասին որ Ադրբեջանի գետրոնական Գոմիդեի անդամ է ամայնավար ֆանտաստիկ է ասիլը հենց երեք Մոսկվայի գիտարանում մասամբ այդ մասին խոսքեր ես զունում այո սալի զեկի մասամբ խոսքեր այո արժե ուսումնասիրել ասիլը Ադրբեջանի այլ ընդհանրապես այն խմբի որը Թուրքիայում կոչվում է չերքեզներ բայց Հյուսիս Կովկասյան տարբեր ժողովուրդների հավաքածուները մասնավորապես դերձորում, այսպես պայմանական չերքեզների խաղացած գերի մասին։ Բայց այո, դրանք էլ կան, փաստաթղթի շատ են։ Եվ ամենացավոք մենք դեռ դրանք նույնիսկ պատշաճ մակարդակով հրատարակության։ Բայց պետք է։ Կարելի է մոդենալ այս փաստաթղթերում Այո, դրանց մեծագույն մասը բաց է, դեռ բաց է, որտեղ Ռուսաստանը հիմա հակառակ բանն է գնում, արդեն վաղուց բաց, հրատարակված բազմիցս, էլեկտրոնային ցանցերում գտնող լիքը փաստաթղթեր հերթով նորից փակում են, ֆոնդեր նորից փակում են, բայց քանի դեռ բաց են, իսկ դրանք բաց են հենց սոցիալ-քաղաքական արխիվում, տարբեր ֆոնդերում, Նիկոյանի ֆոնդն, Օրջոնագիծայի ֆոնդն, Ստալինի ֆոնդն, կա որոն ամբողջովին ներառված է այդ պրոցեսի մեջ։ Նույնիսկ քիչերին ինքնին չի հասնել, որտեղ այդ նամակագրությունը կան այդ ֆոնդերում։ 2 ամիս, 3 ամիս նստել կարելի է փաստաթղթերը ըստ ժամանակաշրջանի նույնիսկ շատ մեծ ջանքեր մեկնաբանությունների վրա պետք է չանել իրենք շատ խոշոր փաստաթղթերը։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս աշխատանքը հանրայնացնելու համար, նաև հնարավորություն տալու իմ բողոքը ասել ավարտ բառի շուրջ։ Շնորհակալություն։ Մենք շնորհակալ ենք։